Հայաստանի բանկային համակարգում հերթական կարևոր գործարքներից մեկն է հաստատվում։ Կոնվերսբանկն ու Ասիական զարգացման բանկը այս համագործակցությամբ 15 միլիոն դոլարի նոր ներդրումային հոսք են բացում, ուղղված միկրո, փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտին։ Այլ կերպ ասած, սա նոր հնարավորություններ է բացում հայաստանյան հարյուրավոր գործարարների, կանաչ ստարտափների ու կին ձեռներեցների համար։ Սա շատ կարևոր իրադարձություն էր մեզ համար, առաջինը սա դրական ազդակ էր Հայաստանի Հանրապետությանը, բանկային համակարգին և Կոնվերսբանկին։ Սա վստահության նշան է մի կողմից և Կոնվերսբանկի համար առաջինը սա ֆանդինգի դիվերսիֆիկացիա է, երկրորդը սա ներգրավում է խոշոր միջազգային ինստիտուտի և երրորդը սա մեծ խթան է ՓՄՁ-ի զարգացմանը։ Միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության հետևողական ֆինանսավորումն ու աջակցությունը մշտապես եղել է բանկի ռազմավարության կենտրոնում, նոր փուլում ստանալով ավելի հստակ ու թիրախային ուղղվածություն։ Նախագծի առանցքային նպատակներից է ներառական տնտեսական աճի խթանումը, ինչը կիրականացվի կայուն ֆինանսավորման գործիքակազմի ներդրմամբ, ընդ որում հատկացվող միջոցների առնվազն 20%-ը նպատակաուղղվելու է կանանց պատկանող կամ նրանց կողմից կառավարվող փոքր ու միջին բիզնեսներին։ Ակնկալվում է, որ նման թիրախային մոտեցումը կանանց համար լրացուցիչ պայմաններ կստեղծի տնտեսական գործընթացներին առավել ակտիվ ներգրավվելու համար։ Փոքր ու միջին ձեռնարկությունները Հայաստանի տնտեսության հիմքն են, քանի որ էական ներդրում ունեն զբաղվածության եւ համախառն ներքին արդյունքի ձևավորման գործում, սակայն դրանք շարունակում են բախվել ֆինանսավորման զգալի բացի, պայմանավորված բանկային վարկերի սահմանափակ հասանելիությամբ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ֆինանսական միջոցների պակասով, ինչպես նաև ռիսկերի այնպիսի ընկալմամբ, որը սահմանափակում է ոլորտի վարկավորումը։ Այս ֆինանսավորումը կօգնի բացահայտել նրանց աճի ներուժը, նպաստել աշխատատեղերի ստեղծմանը եւ բարձրացնել տնտեսության դիմակայունությունը։ Այս միջոցների հաշվին նախատեսվում է արագացնել նաև էկոլոգիապես անվտանգ վարկավորման տեմպերը։ Նպատակն իրագործվելու է Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրվող 13 միլիոն դոլարի և Կանադայի կլիմայի ու բնության Ասիայի մասնավոր հատվածի հիմնադրամի 2 միլիոն դոլարի համատեղ փաթեթով, ինչը կողմերի միջև արդյունավետ համագործակցության արդյունք է։ Այս ֆինանսավորմամբ իրականացվող կանաչ ծրագրերը կենտրոնանալու են արտանետումների նվազեցման և կլիմայական ընդհանուր ռիսկերի դիմակայելու կարողությունների հզորացման վրա։ Այս համագործակցությունը մեծ հնարավորություններ է ստեղծում Կանադա-Հայաստան հարաբերությունների ամրապնդման համար։ Այն հատկապես կօգնի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին ստանալ ֆինանսավորում, որը նրանց հնարավորություն կտա օգտվել կլիմայի փոփոխությանը հարմարվելու գործընթացից բխող հնարավորություններից, դարձնելով իրենց բիզնեսը եւ տնտեսապես ավելի արդյունավետ եւ ավելի բարենպաստ կլիմայի համար, ինչը վերջնական արդյունքում օգտակար կլինի բոլորին։ Բացի այդ, կին ձեռնարկատերերին աջակցելու հատուկ ուղղվածությունը մի նախաձեռնություն է, որի առաջխաղացմամբ Կանադան մեծապես շահագրգռված է։ Սա Հայաստանում մեր երկրորդ նման նախագիծն է, եւ մենք հույս ունենք, որ այն կդառնա բազմաթիվ նոր նախաձեռնությունների սկիզբ։ Ասիական զարգացման բանկի եւ Կանադայի կառավարության հետ ստորագրված 15 միլիոն դոլարի նոր համաձայնագիրը բանկի հանդեպ միջազգային խորը վստահության բացառիկ ազդանշան է։ Նման օրինակ թիրախային ֆինանսավորման ընդլայնումն արդեն իսկ շոշափելի արդյունքներ է տալիս տեղական շուկայում, նոր հնարավորություններ բացելով հայաստանյան միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների կայուն զարգացման եւ մրցունակության բարձրացման համար։